Ունեցել ենք մոտավոր 9 ուսական պայեսներ ապրանք, որից արդեն 6 պայեսը արձակման ենթարկվել։ Մոտավոր ընդհանուր մեր ապրանքները եղել են մոտ 40 միլիոն եւ ավել։ Այս պահին մնացել է մեր հաշվով դելախնդիրը, չենք կարող հաշվենք կոնկրետ 7-ից 13 միլիոն դրամի գումար։ Չհաշված ապրիլ, մայիս, հունիս մինչև հարձակումը գրած վնասները մոտ է գրած վնասները դեղել է 10 միլիոն ժամանակի դրանց։ Խնդիրները սկսվել են մոտ ապրիլ ամսից։ Արդեն վաճառքների նվազում, արդեն սահմանափակումներ, փաստաթղթեր, միանգամից խանութները փակվեցին, հայկական արտադրողների, որ 10 օր տենց կանգնեց ու հիմնականը հայկական արտադրողների խանութների տեսանելիությունը հիմնականում շատ հետ արդեն դիրքերում հայտնվեցին։ Նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսները օրեգրամի վաճառքը 9,000 է։ Միգրատորությամբ 50,000, 100,000 10% համեմատած մյուս ամիսներին, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսը մոտ 10% մնացել։ Բայց ավելացել է կոմիսիան, շտապավճարները, լոգիստիկան, պահպանման գումարը, գովազդի ծախսերը, իմ վերաբերությամբ 4,000 վաճառող կա, հայկական ընկերություն։ Ինքի մեծ շուկա էր, նույն այդ կոշիկ արտադրողները չգիտեմ, ոնց մի տարվա վաճառքը, օրինակ, համար իվան Հայաստանում վաճառքի թիվը, Վալբերիսում եթե լավ վաճառքում են գովազդողում, կարող մի ամսի վաճառ։ Կոմիսիաները իսկ վերջից իրենք շատ էին ավելացել, գումար աշխատելու մարժը շատ քիչ էր էլի, ավելի շատ էին ուզում իրանցից թողում, բայց հիմա ինչ-որ փոփոխություններ կարող անեն, ՊԲՍ-ով թողնեն այդ ապրանքը աշխատենք, այսինքն պահես չտանենք, դա ուղղակի քննարկումներ է, որ պահեսները որ վայրվել է, կարող անես լինի, որ մենք մեր միջոցով հասցնենք։ Կոշիկ արտադրողների, Հայաստանում կոշիկ արտադրողների նկատմամբ սահմանափակումներ են մտցրել դեռ ապրիլին։ Եթե գիտեք ինչ, եթե դուք այստեղի պահեսներից արտահանում եք Ռուսաստանի պահես, դա է սահմանափակված։ Իսկ մերը դա իսկ քաղաքական ինչ-որ հարցեր է։ Սեփականատիրոջ կողմից կա հաղորդագրություններ, որ փոխհատուցումները այս պահին տրամադրվել են գովազդների, դժվար վիրավորների, ընտանիքներին եւ փոքր շրջանառություն ունեցող վաճառողներին։ Դա պարզ են չի համարում, փոքր վաճառողները ավելի շատ են շուկայում ներմելու համար, իսկ խոշորները ավելի քիչ են տոկոսեն հարաբերակցությամբ։ Այս պայն բոլոր վաճառողները մտածում են որը որ կա այս պայն փրկեն ինձի, չվնասվի, արձակման չի ենթարկվի, հետո մտածեն վնասված ապրանքների մասով փոխհատուցում։ Это մի քանի Վալբերիս սելարներ դատ են տալիս Վալբերիսին Հայաստանից։ Հայկական ածո ունեցողներն էլ, Ռուսաստանի էլի հայեր վաճառողներ, բայց ռուսական ածեով ինչ որ Վալբերիսին դատ են տալի։ Անգամ կասկածում ենք, որ կարող է եւ հնարավոր է, որ Վալբերիսի ընդհանուր Ռուսաստան էլի Վալբերիսի հետ գլխավորն է եւ թե ապրանքները վերացնում, վերցնում ու սարքում իբր թե տրակածրին։ Գուցե եւ այդ ենք կասկածում, որ գուցե եւ պայմանավորված բան լինի։ Հիմա այս ապրանքների սելոտը բավական այրվեց, ինքը իմ ծրագրում, իմ էջում, վաճառողի էջում ցույց է տալի, որ բավականին ունեմ ես 200 քանի հատ, բայց սովորական Վալբերիսի էջով ցույց է տալիս, որ 10 հատից քիչ է։ Menше 10 շտուկով։ Այսինքն անգամ մեզ է խափում Վալբերիս կոչվածը։ Վալբերիսը չի թույլ տալի ապրանքները այն պայեսներ որտեղ որ հարցակում չէ, չի թույլ տալի այդ պայեսներից ապրանքները դուրս բերել։ Իսկ ոնց է պատճառաբան։ Դե պատճառաբանն է, որ լոգիստիկան սպային ծանրաբեռնված է, ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար ժամանակավոր
այդ միջոցը չի աշխատում։ Դրա մեր տարբերակն է, որ գնորդ էջով վաճառողները իրենց ապրանքները գնեն դուրս հանեն։ Բոլոր այս ոսոր գերությունում լինում է ֆորս մաժորային կետ։ Մենք մեկնաբանում որ սա ֆորս մաժոր է։ Հա։ Իրանք Չի եղել կոնտրակտը։ իրանք ավելի ճիշտ մեզ հանգստացնում են, որ դուք չեք ունենալ վիրավորական ճանապարհորդություն։ Երկրորդը սպասեք Վալբերիսի բարի կամքին, եթե մի օր կհատուցի շորտի ձև, կհատուցի, թե չէ